Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Այսօր մենք կբացահայտենք մի մարդու, որի հայրենիք վերադառնալու որոշումը ոչ միայն հիմնովին փոխել է նրա ներաշխարհն ու մասնագիտական կյանքը, այլև հարստացրել Հայաստանի դասական եւ ժողովրդական երաժշտարվեստը։ Հայրենակցի այսօրվա հերոսը Սերուժ Բաղդասարյանն է, երաժիշտ եւ երաժշտական պրոդյուսեր, որը կարողացել է նոր որակ եւ մոտեցում բերել հայրենիք, հիմք դնելով ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման եւս մեկ չընդհատվող պատմության։ Սերուժ, ողջույն, ինչպե՞ս եք։ Բարև, լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր բնակարանում ենք, նախ շնորհակալություն հյուրընկալության համար։ Բարի եկաք։ Այստեղ ենք, որովհետև ձեր հիմնական աշխատանքը հենց այստեղ էլ իրականացնում եք։ Բայց աշխատանքի մասին կխոսենք մի քիչ հետո, այժմ սկսենք նրանից մեր զրույցը, որ դուք ծնվել եք Լիբանանում, Բեյրութում եւ տարիներ առաջ որոշում եք կայացրել տեղափոխվելու հայրենիք։ Ինչով էր պայմանավորված ձեր այդ որոշումը եւ ինչ սպասումներով եւ ակնկալիքներով եք վերադառնում Հայաստան։ Ես արդեն բավական երկար տարիներ է ամեն ամառ կայցել էի Հայաստան եւ ամեն տարի որ կայցել էի հաջորդ տարին իմ մեջ ավելի այդ սերը զարգացավ հայրենիքի հանդեպ եւ որ մնանում դասի ինչու՞ չէ մենք մտածենք տեղափոխվել Հայաստան եւ արիթմը ստեղծվեցավ որ այս տունը որ հիմա ներկա ենք քնել եւ կամաց ավելի լրջորեն մտածել Հայաստան տեղափոխվելու մասին իսկ այդ կետը որ այդ օրը որ ավելի որոշումը արագացուց Բեյրութի բայթումն էր որ պատահեցավ 2020 թվականին եւ այդ բայթումը այնքան ահավոր բան էր որ մտածեցինք մենք Լիբանանի մեջ դժվար որ կոյադենք շարունակենք եւ ավելի մեզ մղեց որ կանք տեղափոխվենք Հայաստան մարդիկ որ Հայաստան պիտի տեղափոխվին կմտածեն որ կարծես իրենք պիտի կան Հայաստան հայրենիք եւ ամեն ինչ իրենց պետք է ցևով դրամատրվի եւ հեշտ լինի բայց իմ համար այդպես չէր իմ լրիվ պատկերացումը տարբեր էր որովհետեւ ես նախ տարիները արդեն ծրագրած էի այդ քայլը թիմելը եւ երբ որ օրը հասա որ ես այստեղ եկա կրծածի շապ ամեն ինչ պատրաստած էի իմ համար որ ավելի դյուրին լինի իմ կորձը սա իրականության մեջ օգնեց որովհետեւ ես նաեւ անգախ երաժշտությունից կսպառվեմ վեբսայթներու դիզայնով եւ ծրագրավորումով երբ որ եկա այստեղ կրծա ամեն գաբերս բահել Լիբանանի կամ ուրիշ երկրներու իմ անձնական գաբերս բոլորը մինչև հիմա բահած եմ եւ այդ մեկը գարդեմ շատ մեծ առավելություն մնա իմ համար որ ես կրնամ ովևէ մեկ երկիրը աշխատել եւ այստեղ գարզես դունն եմ գարզես Դա հիանալի է իրականում ու շատ հետաքրքիր է դուք Հայաստան տեղափոխվելուց հետո երբևէ ունեցել եք հիասթափության, ափսոսանքի պահեր։ Մեծ խնդիրը ես չեմ ունեցած բարեբախտաբար կամ դերևս եթե ունեցած եմ ես այդպես ամեն ինչ կդիտեմ տարբեր տեսանկյունով ամեն ինչ կդիտեմ եթե խնդիրը պատահեցավ որ շատ նորմալ է ամեն մարդու հետ կրնա ովևէ մեկ վարյան ովևէ մեկ տեղ անհաջելի անհաջող խնդիրը բադահի անցմը իր հետ լավ չի վարվի եւ այլն բայց իմ համար այդ թեփքերը ես անձնականի չեմ առներ իմ համար ընդհանրապես փորձառությունը ավելի լավ եղած է ավելի ամեն ինչ լավ անգինով դիտած եմ եւ այդ պատճառով ինչպես որ ես այդ քեշ քաղաքարները բոլոր մեկում տնելով կարծեմ ավելի հեզասախ ընթացած է իմ տեղափոխվելու պատմությունս Սերուժ դուք Հայաստան տեղափոխվելուց հետո ձեզ հետ բերել եք նաև նորարարական մոտեցումներ մասնավորապես երաժշտության ոլորտում դուք հաջողությամբ համադրել եք ազգային եւ ժամանակակից երաժշտությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներում խնդրում եմ պատմեք այդ փորձառության մասին Ես ուրեմն մոտավոր 7-8 տարի առաջ սկսած էի էլեկտրոնային
երաժշտություններով զբաղվել իբր երաժիշտ եւ առաջին օրեն մինչև այսօր իմ նպատակը եղած է մեր հայկական ավանդական երաժշտությունները բար եղանակները վերամշակել ավելի նոր ցևերով, որովհետեւ ավելի ասենք սիրուն ցևով հնչե եւ երիտասարդությունը ներգրավե։ Ուրեմն տարիներ ունիմ այդ փորձառությունը էլեկտրոնային ոճի մեջ եւ հետո գամած ինքս ավելի սկսի որ ավելի գսիրեմ գինոյի նման սաունդթրեքի նման երաժշտություններ եւ տարիներուն ընթացքին այդ փորձառությունը շահեցա թե դարբեր կորձունեություններով թե ունգընտրելով եւ օրմենալ ուզեցի ներշնչվել Hans Zimmer-ի իր ֆիլմերից որոշեցի մենք ինչու՞ չէ հայկականը ներկայացնենք այդ ոճի մեջ այսինքն գինոյի երաժշտությունը խառնելով մեր հայկական ավանդական ժողովրդային երաժշտությունը եւ ժողգործիկները օգտագործելով եւ քիչ մնալ էլեկտրոնիկ ցայներով։ Սոաս բոլորը մենք եթե իրարու խառնենք այդ ոճը իմ մեջ խաղապարը ունեցա որ նոր ցևով ուրեմն սկսա առաջին երգը Իարխուշտաներ մոտ 6-7 տարի առաջ այնքան լավ էր ժողովրդի արձագանքը, որ որոշեցի ուրեմն ես ճիշտ ջամփու վրա եմ։ Շարունակեցի եւ բավական երկար ծրագիր ունեցա։ Եվ որ մտածեցի որ մենք այս երաժշտությունները պետք է նաեւ մատուցենք կենթանի հնչողությամբ։ Եվ կապ հաստատեցի Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ, մայստրո Սերգեյ Սմպատյանի հետ եւ շատ ուրախ եմ որ բավական լավ ցևով պատասխանեց ինձ եւ որոշեցինք որ այո մենք այս ծրագիրը կգնանք հաջողցնել անշուշտ պետք էր տարիներ աշխատանք որովհետեւ իրականանար այս երազանքը գրնամասել մոտ 5-6 տարի մենք աշխատեցանք այս ծրագիրի վրա մինչեւ որ օրը եկավ որ այլևս պատրաստենք եւ տեղ ունեցավ անցյալ տարի հուլիսին առաջին մեր համերգը Symphonic Folk անունով Ինչպես արձագանքեց հանրությունը։ Ինչպես սպասել էիք։ Իրականության մեջ ես վստահ էի որ շատ լավ պիտի լինի, ամենավատ բարակային ես վստահ էի որ լավ պիտի լինի, բայց իմ գարդադից շատ ավելի լավ եղավ ամեն ինչ եւ անկան լավ էր որ արդեն մենք շուտ որոշեցինք հաջորդ համերգը անել այս տարվա սկիզբը եւ երկրորդը շատ ավելի մեծ արձագանք ցկեց բոլորի վրա, թե Հայաստանի մեջ, թե այլ Սփյուռքի մեջ եւ անկան շատ նամակներ կստանամ մինչեւ այսօր, որ երբ է հաջորդ համերգը կամ Ամերիկայեն, կամ Ռուսաստանեն, Լիբանանեն, Ֆրանսիայեն, որ երբ պիտի այս համերգը տեղի ունենա այդ երկրներում։ Հյուրախաղերով հանդես գաք տարբեր երկրներում։ Սերուշ հետաքրքիր է հայկական Սփյուռքից բացի միջազգային հանրությունը ինչպես է արձագանքում եւ ինչպես է ընդունում հայկական երաժշտության նոր մշակումները։ Թեր նոր է, այս պրոջեկտը նոր է եւ բավականին իմ գարզիկով ճանապարհ պետք է գտրենք, որովհետեւ հասնենք նաեւ համաշխարհային հանրության։ Իմ միտքս այդ է որ նախ մենք մեզի մեր երաժշտությունները ծանոթացնենք, որովհետեւ շատ մահայեր կան որ Քրեթե այս երաժշտություններու դերևս մեծամասնությունը տեղյակ չեն։ Այո, գիտեն որ Քոչարի մեգա, բայց չեն գնար զանազանել Քոչարին, Իարխուշտային օրինակ, լրիվ որ տարբեր բաներ են։ Ուրեմն իմ համար այդ առաջին ամենակարևոր քայլը, որ նախ մենք մեր երդասարտության եւ կամ ովևէ մեկ տարիքի ծանոթացնենք ավելի լավ մեր մշակույթը, իմ բարակային երաժշտությունը, այսինքն հետո մտածենք ինչու՞ չէ այս համերգը նաև լինի ուրիշ երկրներու մեջ եւ օդար հանրության այդ իմ ամենամեծ երազս է կամ գուզեմ որ մհուն հասնել բայց քիչ մոտ բավական ճանապարհ պետք է գտնենք։ Այս պահին դրա ժամանակը չէ։ Այո։ Հաջորդ քայլն է երևի։ Սերուշ, ինչպես հասկացանք, տանն եք աշխատում։ Արդյոք ունեք համապատասխան հարմարություններ։ Այո, ես արդեն ունիմ աշխատասենյակը, որ ընդհանրապես իմ օրվա մեծ մասը այդտեղ կանցկացնեմ եւ սիրով գնանք երթալ։ Սիրով։ Ուրեմն ասի իմ համեստ աշխատասենյակս է, մենք Լիբանան ընտանեկան
երաժշտական ստուդիո ունենք, իսկ Հայաստանի մեջ Այսպեսի փոքրիկ սենյակ։ այո, Բայց մեծ նախագծեր եք իրականացնում այս փոքրիկ սենյակում։ իրականության մեջ սարքավորումը իմ համար երկրորդական է, որովհետև նույնիսկ շատ բարձ համեստ սարքավորումը մեկը գրնա շատ մեծ կորձեր երաժշտություններ ստեղծել։ Լինել հագարակը գրնա շատ մեծ սարքավորում ունենալ, բայց տաղանդ չունենալ։ Օրինակ, մեկ երաժշտական կատարման մշակման համար ձեզանից միջինում ինչքան ժամանակ է պահանջվում։ Վերամշակումը ընդհանրապես կտևի 2-3 ամիս ժամանակ, որովհետև կորձը, որ մոտավոր ավարտեմ, ընդհանրապես կսիրեմ 2-3 շաբաթ, նույնիսկ 1 ամիս այդ վիճակում ցկել թողնել, որովհետեւ հետո իդ լսեմ եւ լրիվ նոր կարող է բաներ լսեմ, որ ես այդ ժամանակ այնքան արդեն վարժվեցա երաժշտության, որ այդ սխալ չսեմ, բայց այդ ասենք անհաջող բաները տեղում կնալար չի լսեմ։ Սերուժ, եթե ես չեմ սխալվում, դուք նաև Կոմիտասի ստեղծագործությունների հետ եք աշխատել։ Կպատմեք ձեր այս փորձառության մասին։ Իմ առաջին կորձս եղած է Կոմիտասի գրունգը 2005 թվականին։ Այդ տարիներում ես թեր ավելի էլեկտրոնային ոճով կսպավեի, համաշխարհային, ասենք, շարժում կար էլեկտրոնիկ երաժշտություններ, DJ-ներ եւ մանավանդ ես որ Լիբանան կփնագեի, միշտ արիտներ գլար եւ դրսից շատ մեծ անուններ գուքային Լիբանան եւ իրենց ելույթը կունենային, որին մեկը Tiesto-ն էր, DJ Tiesto-ն էր եւ որ մե իր համերգին գտնվեի եւ երաժշտությունը լսեցի։ Միտքս այդ խաղապարը հղացա, որ ես կրնամ այդպիսի ոճի երաժշտությունը ունենալ, բայց հայկական երաժշտությամբ։ Եվ այդ շաբաթներու ընթացքին էր, որ նաև Արարատ ֆիլմի ցուցադրությունը կար, կարծեմ 100-ամյակի արդիվ էր Եղեռնի։ Ուրեմն այդ ֆիլմի առաջին հատվածը կսկսի Կոմիտասի գրունգով։ Դուդուկ մնե, որ սոլո ինքը մինագը դուդուկը կլսես եւ շատ այնքան փշակավեցի, որ միտքս եկավ այդ երկու կորձերը, այսինքն այդ ժանրը էլեկտրոնային եւ դուդուկը ես ինչու՞ չէ փորձեմ նոր բան ստեղծել եւ հենց այդ ստեղծագործությամբ։ Ըրի եւ բավական նորություն մներ ժողովրդին համար, որովհետեւ չի գար այդպեսի կորձ։ Կրնամսել բավականին մանավանդ արաբներու համար լրիվ նորություն մներ եւ իրենք դուդուկ կյանքերում մեջ կրնարած չէին լսած եւ այդ ոճը որ լսեցին հայկական եւ բավական մեծ հաջողություն կտավ այդ կորձը կոնե Լիբանան եւ գամած թուրսերը։ Եթե ես այդ կորձը լսեմ հիմա կրնարալ բոլորովին դարբեր ցեբով կներկայացնեի, որովհետեւ այդ ժամանակ իմ ոճս բավական դարբեր էր, հիմա շատ ավելի դարբեր է, հիմա ավելի այդ սիմֆոնիկ ոճը որ ունիմ շատ ավելի հարուստ է, շատ ավելի դժվար է, ամենադժվարն է, այսինքն, բայց այդ ժամանակ այդ կորձով սկսա, հետո ինձ կամած ինձի ուրիշ ճանապարհներու մղեց։ Կոմիտասի հետ շատ զսկուշ պետք է իր կորձերու հետ զսկուշ պետք է լալ եւ անգերց հիմա ես նոր վերջին ստեղծագործություններուս մեջ շատ չի գա Կոմիտասի կորձեր, բայց կուզեմ գրունգը, որտեվ իմ առաջին կորձս էր, եթե հաջորդ համերգին կամ մյուս համերգներում մեկին պիտի անպայման ներկայացնեմ այդպիսի ցեվով, որ մեկը պիտի չի քննադատե, ես վստահ եմ։ Սերուժ, հետաքրքիր է լինում են դեպքեր, երբ դուք դժգոհ եք լինում ձեր աշխատանքից, բայց հնարավորություն չեք ունենում փոխելու արդյունքը։ Կարծեմ ասում եք միան իմ խնդիրս չէ, բոլոր արվեստագետներու խնդիրն է, լա երաժիշտ, լա որևէ մեկ ստեղծագործության հետ կապված խնդիր, որ հաճախ կբադա ես երգ կթողարկեմ արդեն եւ հանրային դարձավ երգ ամարտ կլսե, այսինքն, բայց առանց մեկը իմանալու ես կմտնամ երգի մեջ փոփոխություններ գնեմ եւ իդ կղրգեմ այդ համացանցի խանութները, որ կան թվային, որ իդ թարմացնեն շատ կբադայի, շատ լավ սովորությունը չէ, որովհետև գրնաս անվերջ փոխել երգը եւ անվերջ կարող եք կատարելագործել աշխատանքը։ Հա, եւ օրը պիտի չի բահմը հասնի, որ 100% ուրախ եմ ես այդ երգի բանով մշակումով, որովհետև միշտ պիտի լան այդ բահերը, որ իդ պիտի լսեմ եւ ասեի
ու այստեղ գրնայի ուրիշ բան անել կամ ավելի լավ անել եւ ամենամեծ խնդիրը ինչ է որ իբր արվեստագետ ընդհանրապես այդ սխալներն է որ գլսես իսկ այդ սխալը ոչ մեկը 99% չի լսել որ ինքը սխալ չէ բայց թերությունն է գրնալալ Սերուժ, խոսենք նաև արհեստական բանականության մասին, ինչպես գիտենք, վերջին շրջանում բավականին մեծ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը եւ ոլորտի մասնագետները նաև ահազանգում են, որ երաժշտ արվեստի համար եւս վտանգներ կան։ Արդյոք ձեր կարծիքով հնարավոր է, որ ապագայում ինչ-որ ժամանակահատվածում արհեստական բանականությունը ամբողջությամբ փոխարինի մասնագետներին, թե ինչ-որ կոմպրոմիսներ հնարավոր են։ Բավականին դժվար նյութ է ասում եկը, որտեղ մեկ կողմեն արհեստական բանականությունը շատ կօգնի, շատ բաներով կօգնի, մյուս կողմեն եթե տեսնենք անձեր, որ իրենք ընդհանրապես կապ չունեն երաժշտության եւ մեկ րոպեում իրենք կրնան այնպիսի երաժշտություններ ստեղծել, որ ժողովրդի մեծ մասը իրենք լսելով պիտի չիմանան, որ իրական է կամ ոչ։ Շատ նկատած եմ ինտերնետի վրա այդպիսի երաժշտություններ, որ հայերեն օրինակ Կոմիդասի երգերեն մեկը լսեցի անցյալները, բարերը նույն Կոմիդասի բարերն են, բայց երաժշտությունը լրիվ տարբեր երաժշտություն է անգապ, ինքը իրական սիրուն է, այսինքն որ լսես իբր երգ, վատ չէ, բայց վատ է որ բոլորը կարծած են որ իրական երգող է, միջև նույնիսկ նկարը երգչուհին իրական չէ եւ հոս է վտանգը որ մարդիկ չեն գնար զանազանել իսկականը եւ ոչ իսկականը մարդը որ ինքը ստեղծ է բան լրիվ տարբեր ցևերով տարբեր շունչ մգա տարբեր սկացում գա մեջը չեմ գիտեր ինչքանով այս սկացումները պիտի գրնան իրենք արհեստական ցևով իրականացնել բայց կգործեմ որ կոնե բահ մգա որ պիտի չի հաջողին այդ ամեն ինչը գրավել Սերուժ, ինչպես եք գնահատում Հայաստանում երաժշտական արվեստի ներուժը, արդյոք այս ոլորտում ունենք դեռևս չիրացված հնարավորություններ։ Մենք շատ մեծ տաղանդներ ունենք, շատ մեծ, ամեն տուն իր տաղանդներ ունի, մեկը գնվակ է, մեկը գերք է, ես հիացած եմ այդ բանով, որովհետև չեմ կարծեր աշխարհի մեջ շատ երկիրներ կան, այսքան տաղանդ, այսքան մեկտեղված տաղանդներ գտնել, բայց միշտ պետք է զարգացնել այդ տաղանդները իմ կարծիքով, պետք է հնարավորություններ տալ այդ նոր խմբեր կան կտեսնեմ միշտ մեր հայկական բարեղանակները երգերը կվերամշակեն ամեն մեկը իր ձևով եւ շատ լավ խմբեր կան, շատ հիանալի երաժիշտներ կան։ Եթե չեմ սխալվում, դուք նաեւ առնչություններ եք ունեցել հայկական բարարվեստի եւ հայկական բարային երաժշտության հետ։ Խնդրում եմ պատմեք նաեւ այս փորձառության մասին։ Հա, իրականության մեջ ես որ Լիբանան գտնագեի, բավական հերույ էի բարերը, որ տեղափոխվեցա այստեղ, սկսա շատ ավելի մոդենալ հայկական բար եղանակներում բարերուն եւ սկսա հասկանալ որ օրինակ քոչարին միայն քոչարի չէ, մեկ տեսակ քոչարի չէ որ գա, շատ տարբեր տեսակ քոչարիներ կան, ամեն մեկը իր պատմությունը, իր բարը, իր եղանակը քիչ մը տարբեր է, շատ ավելի լայն սկսա դիտել այդ բոլոր բարի աշխարհը հայկական մանավանդ ուրեմն շատ ավելի սկսա սիրել հիմա անգամ գսեմ որ կփորձեմ միջոցառում բաց չի տոնել չփախցնել եւ ներկա ալալ արդեն որ երթամ կսկամ գարդես ընտանիքի պես ծանոթներս շատ են այդ ժամանակ ոչ մեկը ես չէի ճանաչել բայց հիմա արդեն ընկերներ մոդիկ ընկերներ բոլորը մեկտեղ գավակվին գբարեն Ձեր պարագայում այնպես եղավ, որ նաև բարարվեստի միջոցով սկսեցիք ընտելանալ նոր միջավայրին եւ ներգրավել այս նոր հասարակության մեջ։ Շատ ճիշտ է, այդ բարերու հանդիպումներով, ըլլա բարախումբներու, ըլլա միջոցառումներու, այդ բոլոր հանդիպումները, որ ես ըրի եւ մինչեւ հիմա գնեմ, իմ կողմը շատ ավելի թեպի լավ կողմ գտանի, որովհետեւ ես ավելի հիմա սկսած եմ հասկանալ լսել կամ նոր բարեր սորվիլ այս փորձառությամբ կուզեմ քիչ ավելի մշակել ավելի երկար լան բարերը որտեվ վերջին համերգին մենք հասկացանք որ ինչքան ժողովուրդը գարիք ունի այդ բարեղանակները վայելեն սիմֆոնիկի եւ ժողովրդիկներու այդ կենթանի գադարման ժամանակ իրենք նաեւ մասնակցին եւ բարեն
Ինչ ծրագրերի եւ նախագծերի վրա եք աշխատում այսօր։ Հաջորդ համերգը հուլիս 11-ին տեղի պիտի ունենա Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ, այսինքն Symphonic Folk-ը Գողբ Վարդավարին, եւ շատ ուրախ եմ, որ առաջին անգամ մենք Երևանեն դուրս պիտի գանք եւ մարզերը Թավուշ մարզի մեջ շատ հետաքրքրական է, որ նախ բացօթյա պիտի լայս ելույթը եւ լրիվ գարձեմ նոր միջավայր, նոր ժողովուրդ, բայց արդեն շատ նամակներ կստանամ, որ մենք պիտի գանք եւ դիտենք Երևանեն եկողը շատ պիտի լա։ Ուրախ եմ, որ մեծ հանրություն մգա, որբեսի պատրաստ են նույնիսկ ժամերով տեղափոխվել, որ համերգին ներկա լան։ Ունենք նաեւ ծրագիրներ այս համերգը ներկայացնել Հայաստանեն դուրս, որտեղ արդեն բավական նամակներ կստանան Լիբանանեն, Ռուսաստանեն, Ֆրանսիայեն, Ամերիկայեն եւ շատ մի երկրները, որ պետք ունի ժողովուրդը այսպիսի ոգևորիչ ելույթներու եւ այդ գծովալ պիտի աշխատին, որ ամեն ինչ չանք պիտի անեմ, որովհետեւ այդ իրականանա։ Նաեւ անշուշտ ես միշտ աշխատիմ նոր ստեղծագործություններու վրա, հենց հիմա օրինակ իշխանած բարը արդեն ավարտած է եւ մոդորեն գլինի արդեն համացանցի վրա շատ ծրագիրներ կան, բայց կամաց արդեն ամեն ինչ կարծեմ մեջտեղ կա։ Սերուժ, երբ վերջնականապես համոզվեցիք, որ հայրենիք տեղափոխվելը ճիշտ որոշում էր եւ այլ ընտրանք չուներ։ Ես մեր երկրորդ համերգին, որ վերջերս տեղի ունեցավ, այդ մթնոլորտը, որ ես տեսա, ապրեցա, ժողովրդի խանդավառությունը, հոն հասկացա, որ ես շատ ճիշտ որոշում ունեցած եմ եւ որևէ մեկ վարյան չեմ ուզեր ցկել երթալ ուրիշ երկրի մեջ ապրիլ, այնքան հբարտություն կար, այնքան զգացի, որ ես այսքան տարիներու աշխատանքս իր տեղը գտավ եւ կարծեմ շատ ճիշտ որոշում էր զգացի այդ օրը։ Փաստորեն այստեղ դուք ձեզ տանն եք զգում։ Ես իմ տանն եմ զգում, այո, եւ հայրենիքի մեջ կարծեմ բավական մեծ հպարտություն է իմ համար այստեղ այսքան կորձնելը եւ իմ համար շատ մեծ երազանք մներ եւ կարծեմ շատերս կերազեն այս արիթ ունենալ, այո, տանն եմ զգում։ Սերուժ, ինչ խորհուրդ կտաք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք իրենց ամբողջ կյանքում ապրում են հայրենիք տեղափոխվելու երազանքով, բայց այդպես էլ չեն համարձակվում իրենց ապագան Հայաստանի հետ կապել։ Ես կսեմ մի վախնակ այդ քայլը թիմելու, որովհետև կյանքում ամեն ինչ պետք է լավ ծրագրել եւ փորձել, առանց փորձի ոչ մեկ բան կարելի չէ հաջողցնելը, բայց որովհետև մեր հայրենիքն է, մենք թեկուզ եթե կարճ ժամանակով կալ փորձել, ամեն մարդու բարդքն է եւ ինքը կա հայրենիքի ներդրումն է եւ տարբեր ոլորտները զարգացն է, վախնալիք բան չի գա եւ վստահ եմ, որ շատերը պիտի սիրեն եւ պիտի մնան։ Շնորհակալություն Սերուժ շատ կարևոր խորհրդի եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շատ շնորհակալ եմ։ Սերուժ Բաղդասարյանի հայրենադարձության պատմությունը գիտակցված որոշման արդյունք է։ Նա մշակութային նոր համադրումներով եւ երաժշտական իր ընկալումներով միաժամանակ հավատարիմ է արմատներին։ Սերուժն իր օրինակով ապացուցում է, որ վերադարձը հայրենիք, որը երբեմն նաեւ ինքնազոհաբերություն է պահանջում, ավելի հաճախ ինքնադրսևորման նոր հորիզոններ է բացահայտում։ Հայրենակիցը դեռ շատ պատմություններ է պատմելու մարդկանց կյանքի եւ արժեքների վերագնահատման մասին, երբ որոշում են ապրել հայրենիքում։ Այսքանը, կհանդիպենք։